Գանդազը ասում է պետք է հավաքվենք փողով, նախ փողով են հավաքվում, ոչ մի գաղափարախոսություն, ասում է դե լավ է լինելու, պետք է ժողովուրդը հավատան, ժողովուրդը ինչի հավատան, ձեզ հավատան, լավ, հիմա եկեք հասկանանք, տենանք, մի հոգ էլ երեք գրում էր, ասում է հայտնի լեգենդար հետախույզը, թուրքը չկարողացավ իրան ձերբակալել, հայիտականքը բան ձերբակալեց, մոզկ, Արիստոտելը բանը աշխարհի Սոկրատեսը բանը հիմա sense ընդից երկնքից նայում են ասում են օրա ինչ մոզգեր են պտտվում հողագնդի վրա արա խիչենք մի 3000 տարի հետո ծնվել որ սրանց ճանաչենք այս ինչ մոզգեր են էլի ասում է հեյ լեգենդար հետախույզին չկարողացավ նախ առաջին լիքը հարցեր է առաջանում լեգենդար հետախույզը ինչպես է իրան թույլ տալիս հեռախոսով նման խոսակցություններ գիտակցելով իմանալով որ ժամանակակից տեխնոլոգիան բացահայտում է ձայնագրում է իրանց խոսակցությունները եւ եթե ասես ինքը առաջինը բռնվեց այդ ուժեղ Հայաստան կուսակցության անդամներից ոչ ինքը եսի 36-րդնա 48-րդնա միջև այդ կնոջ էին ձերբակալել էլի կաշառքների թեմայով մեկ ուրիշի լիքը ձայնագրություններ կա այդքանից հետո մի հատ էլ լավ սրանից տարիներ առաջ էլ ա եղել այդ դեպքերը միշտ կա գիտեք որ ԱԱՑ-ը նստածա ձեր պոչին ձայնագրում է ձեր ամեն ինչը իմն էլ է ձայնագրում է բայց ինձ ես չունեմ կեղտոտ ասած խոսքեր արած գործեր որ մի օր էլ խոսքի իմը գցել մի հատ բլոգերի ձեռ ասեն անպտտի Գևորգին թող ճանաչեն որ էսի գնում է Դուբայ Եգիպտոս ընդեից թմրանյութա բերեմ ստե վաճառում հետո խափում թե բա փող չկա ձեռս դժվար է կյանքը հիմա այդ գրողները որ ասում եք լեգենդար հետախույզը չպետք է բացահայտվեր նրա տեղը չպետք է իմանային այս է գլխավոր հարցը որ ասում եք լեգենդար հետախույզին թուրքը չկարողացավ ծնկի բերել հայերը ձերբակալեցին փորձելով թիրախավորել այսինքն օրենք պաշտպանող հայերին ովքեր որ օրենք պաշտպանում են ասում են արգելված է կոռուպցիան արգելված է կաշառք տալը ընտրակաշառք տալը այդ դրանցով զբաղվողներին որ ձերբակալում են այդ ուրեմն վատ բան են անում լեգենդար հետախույզը կարաք ինձ բացատրեք ինչու Իսրայելից բերված գեներալին այսպես վիզը ծռած լսում է հետեում է ինչա լեգենդար հետախույզը լեգենդար բաներ է ուզում լսի 60 տարեկան հետախույզը նոր բացահայտումներ է ուզում անի իբր էլ ծրագիր բան են մշակել դրել 5 կետանոց այդ ի՞նչ ծրագիր է որ չէիր կարող Բաքոյի դեմը տնեիր հարգելիս այդ ի՞նչ ծանր ծրագիր վախեցել ես դնես Բաքոյի դեմը ընկներ ոտերը ջարդել այդ ծանր ծրագիրը բերել ես քո ծրագիրը Հայաստանի ընտրությունների ընթացքում Հայաստանում ընտրությունների ընթացքում մեկ ուրիշ տեխնացու ես տալիս իբր տեսեք ես լեգենդար հետախույզս 5 հատ կետ եմ բերել բանակը հեղափոխելու համար եթե որևէ գեներալ եթե որևէ բարձրաստիճան սպա իրան նպատակն է պետությունը ուժեղանա բանակը ուժեղանա նա չպետք է նայ ով է երկրի ղեկավարը ովքեր են եղել երկրի ղեկավարները բոլորի ժամանակ էլ պետք է դներ նախագահների դեմը Արայիկի դեմը դնեիր Բաքոյի դեմը դնեիր եկել ես Նիկոլի դեմը դիր լավ հա Նիկոլը չի կատարի ինքը թրփկահապատակ է ինքը Էրդողանի ծրագիրն է իրագործում հա տես բաներ եք չի ասում բա ասելու կարող է փողով է խոսքը փողով չի ինչքան ուզում եք լեզվի տակել ոսկոր չկա ով ինչ կարա հրապարակային sense մեղադրանքներ հնչեցնի բայց այդ ում դեմ հրապարակային մեղադրանքներ եք հնչեցնում այդ մարդիկ կարող են ձեր իրական ձայնագրությունը հրապարակեն ու մարդիկ ով որ խելք կունենա կիմանա ինչ ուժի ինչ գաղափարախոսության ինչ մարդկանց հետ է շփվում դուք ձեզ լավ կզգաք նորմալ հայեր որ գնաք փողով մարմին վաճառով աղջիկների հետ ընդհանրապես հետը կանգնեք զրուցեք շփվեք ես միշտ այդ տեցի կրուգովասներուց ասում եմ ավտոս չփչանա վդրուկ ստե փչանա էլի ստե կանգնեցնեմ արա ես խայտարակ կլնեմ կիմանա թե ես սրանց մոտ եմ բայց Այն օրն էլ ավտոս փչացավ Երևան լավա Մոնտեմելքոնյան փողոցի վրա էր էլի փչացել ջհանդամը լավա ծախս ուտեմ քան թե ես ընդե փչանա հիմա ես սես տրախովկու ասում եմ ընդեով անցնելու շփոթված բան չի լինի որտե փչացած մարդկանց հետ շփվելը մարմին վաճառող մարդու հետ շփվելը դա զապադլո է դա ամոթ է հիմա դուք եթե առանց բովանդակության առանց գաղափարախոսության քաղաքական ուժի մոտ կանգնել եք թե ինչա փողա տալիս ասում հա դե լավ է կարևորը էտա կարևորը ճիշտ եք ասում ձեր համար փողն է իսկ պետությունն ու պետականությունը ձեր համար կարևոր չի հիմա ես ոնց հասկանամ
Ստե փողա պատտվում խոսքս վերաբերվում է լիքը շատ մեր զեմլակներին Արցախը կորցրել ենք, որովհետև Եսա բացատրեմ ինչպես կորցրեցինք, որտեվ դուք ձեր նման շատ մարդիկ 50+%-ը շատը չասեմ, որ ասեմ 70, կարող հələ ինձ ուղղեն ասին քիչ ես ասեմ, շատը չի կանգնել բովանդակության եւ գաղափարախոսության մոտ, ինչպես ես եմ կանգնել ու նման քիչ մարդիկ, կանգնել են որտեղ որ փող կար։ Սա բացահայտում էր դրա մասին էլ, որ այն Արցախցին ասում է փող են տալիս, ասում է, հա, ասում է դե գլխավորը էդ է, ուրեմն Ղարաբաղ էլ ասել են Ղարաբաղ կորցնելու թեմա կա, ասել են բայց ուրիշ տեղ փող կա, ասել են այո Արայիկի Բակոյի մոտ փող կա, ասել են գլխավորը Արայիկի մոտ Բակոյի մոտ հավատքելն է, դա փող կա, Ղարաբաղ կորցնելը ջհանդամը, մի կողմ։ Այդքանից հետո դուք ինչ եք մտածում, ես որ զսպում եմ, լեզուս գցում եմ ատամներիս հետևը կրճտցնում չեմ ուզում քֆուր տալ, հայհոյանք տալ։ Դուք գիտեք, դուք ձեր նմաններով, ձեր երկրպագած թագավորներով կործանեցիք իմ կյանքը, իմ առողջությունը։ Այսօր ես էլ եմ իմ ծննդավայրից կտրված, իմ ոտերից հողի վրա չի կպնում։ Ես հանգիստ չեմ քնում։ Ձեր նմանների, որ ձեզ աղաչում, պաղատում է ասում է, հելեք Արցախ կորցնում եք, դուք էլ փնտրում եք տենակ, որտեղ է փող պտտվում։ Փող պտտվեց Արայիկի Բակոյի մոտ, մնացիք իրաց մոտ Արցախ կորցրինք։ Հիմա եկել եք որտեղ փողա պտտվում, հավաքվեք ընդ Հայաստանը որ կորցնեք։ Ուրիշ բան էի ցույց տալու ձեր նմաններին։ Դա բոլոր, դա ես ասում եմ, ամբողջ հայությանը ովքեր որ ընտրությունների մասնակցում են իրանց անձնական գրպանի համար, փողի համար, ես ձեր հերն եմ անիծել, ասում եմ ու պատասխանատու եմ ասում, ովքեր որ սխալման մոլորված գնում են ինչ որ տենց ուժերի մոտ կանգնում գաղափարի համար, հայրենիքի փրկության համար, ես ձեզ բան չեմ ասում, բայց ով որ հենց փողի համար ասում, փող են տալիս, ասում, հա, դե գլխավոր է դա, ձեր նմանների հերն եմ անիծել, արա որ դուք պետությունը, պետականություն հասկացողությունը չեք հասկանում ինչա։ Քանդի կավիրի կերակ, լափիկ է իշ կերակ Ղարաբաղը, եկել հիմա Հայաստանի մսին է ներել։ Փաշինյանը շատ թույլ ղեկավար է, որ դրանց նմաններին հատուկ են բռնում, պետք է այդ ուժին, ով որ այսքան բաներ է, կաշառք չէ տվել, սա պետք է զրկվի արդեն ընտրությունների մասնակցելու իրավունքից։ Ինձ տայիք հա օրենսդրությունը, ինձ տայիք չէ օրենսդիր մարմինը, ես այդպիսի օրենքներ կհրապարակեմ, տեսեք ինչ մաքրում կլինի։ Գնացի գործերի ժողովուրդ ջան, չեմ ուզում ձեզ շատ ծանրաբեռնել, խնդրում եմ սա ընդունեք որպես դաս, տեսել եք, լսել եք ինչ են խոսում, հեռախոսով, սա ձեր համար պետք է լինի ամոթ, սա արդեն խարան է այդ ուժի վրա, որ դուք հասկանաք, որ այդ ուժը նախ առաջինը Ռոբերտ Քոչարյանի ուժն է, ասում են դենց վերլուծաբան մարդկանց մոտ էլ ասում են, «Ա, դե ոնց կարող Սամվել Կարապետյանը փողեր այդքան ներդնի Քոչարյանի համար»։ Չէ, երևի իր համար է ներդնում, ձև չկա Քոչարյանի համար դնի։ Թի որ Քոչարյանի համար ներդնի, հարգելի վերլուծաբաններ։ Այդքան ներդրումներ անի։ Չի կարենալու Քոչարյանը, որ ընտրվի Քոչարյանը դրա տասնապատիկ ասի Սամվել ախպեր, ինչքան ներդրել ես տասնապատիկը քեզ բյուջեն ապրած կենա։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու քրտնինքը ապրած կենա։ Սփյուռքից ներդրող անողի ջանը սաղլնի։ Սամվել ախպեր, ցավը տանեմ, ապրես, որ այսքան հազար ձայն ես հավաքել։ Սամվելն էլ իր գործերով նորից հետը կվերցնի, նորից մեր հերները կանիցի, որ Երևան չես կարող մի հատ կամերա հանես, sense օդ նկարես, սա կաբելներ ասես, կախված բան, խառը խշտիկ, խիետի հնարավոր չէր, այդքան տարի բարելաver, փոխեր, հա, արածել կլնեն, դե հիմա եթե միտեղից փող ես ստանում, պետք է գործել անես, խոզին որ պետք է մորթես, բա լապ պդի տաս, որ մորթես էլի, խոզին էլ են լապ են տալիս, վերջում վիզը կտրում, տալիս են մսագործին, հիմա էլ հեցի հարցերը լուծել են, ախր ինչ որ չափով, որտեղից արդեն սկսեց ֆինանսական աղբյուր գալը, այտենց էլ լրվեց, 2 տարի Երևան ապրել եմ, ստոլբան ճանապարհի մեջ էր տնկած, թազա ստոլբա, հեցի թազա տնկած ստոլբանա, նկարեցի էլ ցույց տվեցի, որ ինչու այս ստոլբան ստեյք, ես գիտեի քաղաքապետարանն է այդ հարցով զբաղվում, դու մի ասա հեցնա, հեսն էլ թքած ունի Գևորգի խոսքի վրա, այդ տենց էլ ուզում են նորից հին վարքերը բերեն, ափսոս ասում եմ, Փաշինյանը շատ թույլ ղեկավար է, որ հները մինչև հիմա ազատության մեջ են, ու երեկվա տեսանյութս էլ դիտմամ չեն տարածել, որովհետև ես բացահայտում եմ, որ եթե նախկիններ ու ներկաները չունեն ընդհանուր կարմիր գծեր, չունեն խաչմերուկներ, որտեղ որ գրածա ստոպ, կանգ առ նշանը, բայց տենց է, էնակա ստոպ, կանգ առ, իշխանությունները ներկա նախկին, իրար չեն կարում, այդ կետում իրար հարված են, որովհետև ունեն ընդհանուր
կատարած գործողություններ, որը երկուսի համար է վնասակար, որ բացահայտվի, որպեսզի դրա մասին խոսվի, ժողովուրդը իմանա։ Ինչքան էլ ես այսօր քննադատ եմ այդ կոռուպցիա կամ նախկին իշխանություն, ես այսօրվա իշխանության վրա ընդհանրապես բան չէ, որ աչք փակեմ, ասեմ, չէ, դե ոչինչ, ձեզ կարելի է, դուք կարող եք թալանչիներին, հանցագործներին ուղեկցեք ազգային ժողով, որպես ազգային ժողովի երկրորդ ուժ, երրորդ ուժ։ Ոչ, դուք եք ուղեկցողները իրանց ընդ։ Քիչ տվեք Սամվել Կարապետյանի անունը։ Սամվել Կարապետյանը քաղաքական գործիչ չի։ Ու մի արեկնեց, որ ես իմ բերանից հնչեցնեմ, ովքեր կարան քաղաքական գործիչ լինեն, ովքեր կարան ազգային ժողովում լինեն։ Պարզախոսքս վերաբերում է նոր ձևավորված ուժերին, իրանց մեջ լիք արժանի մարդիկ կան, իրանց անունը շատ տվեք, գովազդեք, թող ժողովուրդը գնան իրանց ընտրեն։ Ինչ եք դել Սամվել Կարապետյանը գովազդում։ Չեք հասկացել, որ Քոչարյանին գովազդեցիք 21 թվին, եկավ ազգային ժողով, հիմա էլ որ իրան է գովազդում գալու է ազգային ժողով։ Ուզում եք էլի դուք թույլ, բարոյալ լքված, վստահությունը կորցրած, ոչ գործունյա, քաղաքական բովանդակություն չունեցող մարդկանց բերեք ազգային ժողով, որ իրանց վրա ինքնահաստատվեք։ Ես դες չեմ ուզում, ես չեմ ուզում 5 տարի գզվրտոց լինի։ Ես ուզում եմ խելքը գլխին քաղաքական ուժ լինի, գա ընդդիմություն, որ ձեզ հարկ եղած դեպքում էլ ուղղի, ձեզ հարկ եղած դեպքում էլ կարենա ջղայնացած խոսը ասա, այս բանը սենց արեք, նենց արեք։ Ոչ թե գա ձևական դե կինո խաղա, ամսվա աշխատավարձ ստանան, գնանց տուն։ Ես մռազում եմ հաջողություն բոլորիդ կապով կլինեք, ժողովուրդ ջան, խնդրում եմ լայքել, կիսվել, այս եթերը տարածել, սա պատմական փուլ է, կրկնում եմ, Ղարաբաղ չլսեց ինձ Ղարաբաղցին, կորցրեց Ղարաբաղը, եթե Հայաստանի ժողովուրդը չլսավ իմ խոսքս ու շարունակեց նույն սխալը ինչ արել է Ղարաբաղցին, Հայաստանն էլ է կործանման եզերին։ Այսօր մենք պատմական փուլ ենք ապրում, պետք է չգան այնպիսի մարդիկ, ովքեր որ փողի համար են ուզում, ոչ թե պետության պաշտպանության համար են ուզում գան իշխանության, հաջողություն։